Հայաստանի արտգործնախարարի լավատեսությունը խաղաղության գործընթացում հնարավոր առաջընթացի հարցով նոր զիջումների ահազանգ է համարում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ինչ լավատեսություն ունի Արարատ Միրզոյանը, ես անկեղծ ասած չգիտեմ։ Չեմ բացառում, որ իրենք ասել են լավ, ինչ զիջում ուզում ես դա էլ կանենք, մի բան էլ ավել կանենք։ Մայիսի 9-ին Ազատության հետ զրույցում է Միրզոյանը հայտնել, որ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված։ Նույն զրույցում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա։ Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են հրապարակային սահմանադրության փոփոխություն պահանջել Հայաստանից։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovն է երկուշաբթի հայտարարել, թե Հայաստանի սահմանադրությամբ եւ մի շարք օրենսդրական ակտերով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին։ Խաչատրյանի համոզմամբ Հայաստանն արդեն համաձայնություն է տվել սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելուն։ Փաշինյան ենք ասում են չէ, դեսամադրական դատարանի որոշում կա եւ դա բավարար է, հետո այնտեղից մատ տապտվեցին, գորգորացին, սպառնացին, Փաշինյանն ասաց չէ, դա իմ անձնական կարծիքն է, որ պետք է նախաբանից հանենք անկախության հռչակագրի վրա հղումը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով խաղաղության կանգնած գործընթացին նոր շունչ տալու համար Հայաստանի իշխանությունը նոր զիջման է գնալու։ Իրանք էլի ինչ-որ մի զիջման գնան, որպեսզի Ադրբեջանը ինչ-որ մի բանով ակնարկի, թե հա կստորագրեմ։ Առաջ չի շարժվում նաև սահմանազատման գործընթացը, չնայած այս տարվա հունվարին Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանը գծել հյուսիսից հարավ, 4 ամիս է պաշտոնական տեղեկություն չկա նաև այդ հարցում տեղաշարժի վերաբերյալ։ Ես Մհեր Գրիգորյանին հարցում ուղարկեցի։ Ընդդիմադիր պատգամավորը հարցում է ուղարկել սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, թե Ադրբեջանը որ տարածքներն է օկուպացրել ու երբ է օկուպացրել, որպեսզի պարզ դառնա, թե ում օրոք է տարածքներ զիջել Հայաստանը։ Իրենք չպատասխանեցին այդ հարցին, չպատասխանեցին, որտեղ ակնհայտ է, որ տրվել է իրեն ժամանակ եւ տարածքները Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ զիջել է հարավից եւ հետեւաբար Հայաստանի լավագույն շահից է բխում սահմանազատման գործընթացը սկսել հարավից։ Սահմանազատումը հյուսիսից սկսել Ադրբեջանի շահերից է բխում, ու քանի որ գոհ է Բաքուն ստեղծված իրավիճակից, չի ուզում ստորագրել մի փաստաթուղթ, որ իր համար ինչ-որ պարտավորություններ կարող է ստեղծել։ Բայց այս պայմանությամբ Ադրբեջանի ստատուս քվոն բավարարում է։ Իրենք Արցախը բռնազավթել են, Արցախի մեր հայրենակիցներին էթնիկ զտման են ենթարկել, այս իշխանությունները վախենում են այդ հարցը բերել օրակարգ։ Իրենք Հայաստանի տարածքից ռազմակավարական նշանակություն ունեցող տարածքներ են գրավել եւ իրենք շարունակում են Հայաստանի ծորակները փակել։ Իրենց շատ իրենց պետք է չի այս պահին ինչ-որ թուղթ ստորագրել։ Իրենց կարող է պետք լինի ստորագրել ինչ-որ մի թուղթ, քանի դեռ Փաշինյանն է իշխանությամբ։ Փաշինյանի իշխանության ժամանակ Ադրբեջանը հետաքրքիր քաղաքականություն է վարում Խաչատրյանի կարծիքով, մի կողմից զիջումներ է կորզում թղթով, մյուս կողմից բանավոր բանակցությունների ժամանակ։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։